Խոսափողի մոտ Աթիրա Իսրաֆիլն է։ Այժմ ձեր ուշադրության ենք ներկայացնում լուրեր Ադրբեջանից։ Նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ մամուլի ասուլիսում անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Պետության ղեկավարը այս կապակցությամբ ասել է. «Մենք եւ երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո խաղաղության բանակցությունների նախաձեռնողն էինք եւ խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը, եւ հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը։ Իհարկե որոշակի փոփոխություններով, բայց սկզբունքորեն մեր կողմից առաջարկված հարցն այսօր արդեն ընդունվել է Հայաստանի կողմից»։ Իլհամ Ալիևը նշել է, որ Հունգարիան այն քիչ երկրներից է, որը վարում է անկախ քաղաքականություն։ Անկախ քաղաքականություն վարելը հատկապես Եվրամիության շրջանակներում բավականին դժվար է, որովհետև կան բազմաթիվ կանոններ, բազմաթիվ հաստատված սկզբունքներ, որոնցից մեկը բնականաբար Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականությունն է։ Սակայն իմ ընկեր Վիկտոր Օրբանը Հունգարիայի պետական եւ ազգային շահերը միշտ ամեն ինչից վեր է դասել։ Մենք ողջունում ենք դա, նշել է պետության ղեկավարը։ Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր տեսանկյունից։ Մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Օրբանն հայտարարել է, որ հավատում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Հավատում ենք, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, ասել է Օրբանը։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ III-ը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Նամակում Չարլզ III-ը շնորհավորել է Իլհամ Ալիևին եւ ադրբեջանական ժողովրդին ազգային տոնի անկախության օրվա կապակցությամբ։ Ես ուրախ եմ, որ Ադրբեջանը եւ Մեծ Բրիտանիան հաստատել են այդքան սերտ կապեր եւ անհամբեր սպասում են մեր բարեկամության հետագա ամրապնդմանը։ Ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ մեր երկրները կարող են համատեղ աշխատել, լուծելու կլիմայի եւ շրջակա միջավայրի փոփոխության հետ կապված խնդիրները, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա։ Ես եւ իմ տիկինը մեր լավագույն մաղթանքներն ենք հղում ձեզ եւ ադրբեջանական ողջ ժողովրդին, ասվում է ուղերձում։ Իսպանիա պաշտոնական այցի շրջանակներում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Պեդրո Ռոլանի հետ։ Ողջունելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին Պեդրո Ռոլանը հետաքրքրություն է հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ընդլայնման հարցում։ Նա ընդգծել է, որ Սենատը մեծ նշանակություն է տալիս միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը եւ պատրաստ է աջակցել կառավարությունների միջև համագործակցությանը։ Մայիսի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գլխավոր շտաբի պետ Քերիմ Բելիևը ընդունել է Բաքվում գտնվող Իտալիայի ազգային պաշտպանության համալսարանի բարձրագույն հետազոտությունների կենտրոնի տնօրեն գեներալ-գնդապետ Ստեֆանե Մանինիին։ Քերիմ Բելիևը ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Իտալիայի միջև ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակումը նպաստում է զինվորական կադրերի մասնագիտական ներուժի ամրապնդմանը։ Կողմերը ընդգծել են երկկողմ այցերի կարևորությունը պաշտպանության ոլորտում Ադրբեջանը-իտալական համագործակցության խորացման համար եւ մտկեր են փոխանակել մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ։ Ադրբեջանում ավարտվել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Իգբալ Աբիլովի դատավարությունը։ Դատավճիռը հրապարակվել է Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Խամմատ Նուրիևի նախագահությամբ։ Այսպես Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։ Հետաքննությունը պարզել է, որ արտասահմանում բնակվող Իգբալ Աբիլովը գործել է հայկական հատուկ ծառայությունների հրահանգներով եւ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված հատուկ գործողության արդյունքում։
Նա մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի պետական դավաճանություն, պետության դեմ հրապարակային կոչեր օտար երկրա կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցիչների հրահանգներով եւ էթնիկական ատելություն եւ թշնամանք հրահրելուն ուղղված գործողությունների հոդվածներով։ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշա քաղաքում կանցկացվի Շուշա թուրքական ժողովուրդների միասնության մշակույթի մարգարիտ թեմայով մանկական ստեղծագործության մեծ փառատոն։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի գիտության եւ կրթության նախարարությունում, որը միջոցառման կազմակերպողն է։ Փառատոնը մեկնարկում է հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Միջոցառմանը կմասնակցեն թուրքալեզու պետությունների դպրոցականներ։ Այս ստեղծագործական ֆորումի հիմնական նպատակն է ամրապնդել թուրքական աշխարհի երեխաների միջև բարեկամությունը, եղբայրությունը եւ համագործակցությունը, ինչպես նաեւ հյուրերին ծանոթացնել Շուշա քաղաքի հմայիչ գեղեցկությանը։ Դուք Բաքվից լսեցիք Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայության վերջին լուրերը։ Մեր ունկնդիրներին հիշեցնում ենք, որ դուք հնարավորություն ունեք ձեր հարցերն ու առաջարկություններն ուղարկել մեր էլեկտրոնային փոստարկղ azradio@arm.mail.ru։ Մեկ անգամ եւս կրկնում ենք մեր հասցեն azradio@arm.mail.ru։ Սպասում ենք ձեր նամակների։